Բարև ձեզ։ Ես Տիգրանն եմ։ Եվ այսօր ուզում եմ խոսել մի թեմայի շուրջ, որը շատ դեպքերում ընդունվում է որպես քաղաքական շտամբ, բայց իրականում հենց դա է տեղորոշում եւ որոշակիացնում յուրաքանչյուրիս կյանքը։ Եկեք խոսենք ազգային նպատակի մասին։ Նախ հասկանանք ինչ է դա եւ ինչու է առանց դրա երկիրը նման լողացող նավի առանց կողմնացույցի։ Ինչու են իշխանությունները փոխվում, ամեն ինչ սկսում 0-ից, բայց իրականում մարդկանց կյանքում ոչ մի բան չի կայունանում։ Երբ երկիրը ունի ազգային նպատակ, բոլոր իշխանությունները ամեն ինչ սկսում են 0-ից եւ այդ իսկ արդյունքում երկիրը կանգնած է միշտ նույն տեղում։ Ազգային նպատակը դա լոզունգ չէ։ Դա ինչ-որ քաղաքական կուսակցությունների կամ խմբակների գեղեցիկ խոստումներ կամ խոսքեր չեն։ Ազգային նպատակը դա երկրի ռազմավարական երկարատև ուղին է, որը համախմբում է ամբողջ ազգին։ Դա հարցի պատասխանն է, թե ինչպիսի երկիր ենք մենք ուզում տեսնել 30 կամ 50 տարի հետո։ Երբ կա ազգային նպատակ, չեն քննարկում, թե դեպի ուր պետք է գնալ։ Քննարկումները միայն այն մասին են, թե ինչպես ավելի արագ հասնել նպատակին։ Կամ բազմաթիվ օրինակներ, թե ինչպես տարբեր երկրներ սահմանելով իրենց ազգային նպատակը գնացել են դեպի այդ ուղով ու հասել են իրենց բարձունքներին ու դեռ շարժվում են առաջ։ Այդպիսի օրինակներից կարող է լինել օրինակ Ճապոնիան, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշակիացրեց իր նպատակները եւ ուղղվածություն դեպի տեխնոլոգիական առաջընթաց։ Եվ բազմաթիվ տարիներ հետո կառավարություններ փոխվելուց, իշխանություններ փոխվելուց հետո որևէ բան նպատակ չփոխվեց իրենց մոտ եւ այսօր նրանք առաջիններից են տեխնոլոգիական ոլորտում ամբողջ աշխարհում։ Հարավային Կորեան, երբ 60-ականներին որոշեցին, որ պետք է դառնան ամբողջ Ասիայի արդյունաբերական եւ մշակութային կենտրոնը։ Նույնպես փոխվեցին իշխանություններ, կառավարություններ, բայց ուղին չփոխվեց եւ այսօր Հարավային Կորեան հասել է իր նպատակին։ Իսրայելը պետություն ունենալուց հետո իրենց հիմնական նպատակը դա անվտանգություն եւ զարգացում։ Եվ տեսեք, ընդամենը 70-80 տարվա ընթացքում Իսրայել պետությունը դարձել է տարածաշրջանի, եթե ոչ ամբողջ աշխարհի հզորագույն պետություններից մեկը։ Եվ ահա ազգային նպատակի ամենաուժեղ կողմերից մեկը նաև, որ իշխանությունների աշխատանքը դառնում է չափելի։ Այլևս ոչ մի իշխանություն, քաղաքական գործիչ չի կարող մանիպուլացնել որոշակի գործողություններ, քանի որ ամբողջը տեսանելի է եւ չափելի է եւ չափվում է հենց այդպես, թե տվյալ իշխանության քայլերը որքանով են մոտեցրել մեզ մեր ազգային նպատակին կամ մոտեցրել են թե ոչ։ Տվյալ դեպքում արդեն էմոցիոնալ մանիպուլացնելը, ինչ որ գործողություններ, ինչ որ մեղադրանքներ ներկա, նախկին եւ այլ գաղափարներ դուրս են գալիս ընդհանուր պատկերացումից։ Լինում է ընդհանրապես մեկ հասկացողություն։ Սա է մեր նպատակը, որքան եք դուք մեզ մոտեցրել այդ նպատակին։ Շատ պարզ, շատ հեշտ ու շատ որակով կարող ենք որոշումներ կայացնել ու գնահատել յուրաքանչյուրի կառավարումը։ Երբ կա ազգային նպատակ, արդեն իշխանությունները չեն կարող խոստանալ ամեն բան, քանի որ արդյունքը շատ պարզ ու տեսանելի է։ Ամենակարևորը ազգային նպատակի ստեղծման ու հաջողելու մեջ դա ճիշտ դրված ենթանպատակներն են։
Այսինքն թե տվյալ նպատակին հասնելու համար ինչ քայլեր պետք է իրագործվեն։ Օրինակ, եթե վերցնենք, որ մեր ազգային նպատակը լինի ստեղծել երկիր, որտեղից մարդիկ չուզենան գնալ։ Տվյալ դեպքում ենթադրենք մարզերի ենթանպատակը արդեն իսկ կլինի, որ ստեղծել ենթակառուցվածքներ ու աշխատատեղեր։ Բիզնես ոլորտի համար պետք է ստեղծել հարմարավետ հարկային, արտահանման եւ ներկրման պայմաններ։ Կրթության ոլորտի համար ստեղծել պայմաններ, որպեսզի տաղանդները կարողանան զարգանալ ու իրենց պոտենցիալը կիրառել հենց մեր երկրում։ Եվ այդպես շարունակ։ Եթե կա ազգային նպատակ, յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անել եւ գիտի նաեւ, որ իր աշխատանքը նպաստում է ընդհանուր մեր ազգային նպատակի հասնելուն։ Կարևոր չէ կլինեն Արտաշատում, Երևանում, Փարիզում, Վաշինգտոնում։ Տվյալ նպատակը միավորում է բոլորին, որպեսզի յուրաքանչյուրը իր մասով հասկանա, թե ինչի համար է նա սովորում, աշխատում, կառուցում, ծառայում, քանի որ յուրաքանչյուրի արվածը արդեն իսկ ներդրում է հենց ազգային նպատակի համար, որովհետև դա բոլորինս է եւ թե բոլորս պետք է տանք, որ բոլորս էլ ստանանք նույն ազգային նպատակից։ Եկեք վերլուծենք, թե մենք ինչ ունենք այս պահին, որպեսզի հասկանանք, արդյոք մեզ պետք է ազգային նպատակ, թե ամեն բան արդեն իսկ լավ է։ Ինչպես տեսնում եք, մեր երկրում դա կլինի վերջին 30 տարին, դա կլինի դրանից առաջ, միշտ փոխվում են իշխանությունները, միշտ փոխվում է ուղղությունը երկրի, միշտ գնում է մեկ ձախ, մեկ աջ, բայց իրականում ժողովուրդը, մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները ապրում են ճգնաժամից ճգնաժամ։ Ցեղասպանություն, առաջին հանրապետություն, խորհրդայնացում, երկրաշարժ, պատերազմ, ճգնաժամ, պատերազմ ու քաղաքացին ու ժողովուրդը որպես այդպիսին ամեն փոփոխությունից հետո ապրում են ընդհանրապես ճգնաժամից ճգնաժամ։ Կայուն պլանավորում ապագայի այս պահին չի կարողանում անել, որովհետև չգիտի, թե ինչ կլինի վաղը։ Տվյալ իշխանությունները փոխվելուց հետո բիզնեսը ոնց կարող է իրան պահել, ինչ արտոնություններ կամ սահմանափակումներ կլինեն, որ ուղղվածությամբ կգնա երկիրը դեպի արևմուտք, թե դեպի արևելք։ Եվ այդ իսկ պատճառով հստակություն ու կայունություն չունենալու պատճառով մենք ունենում ենք խնդիրներ եւ ինչպես ասացի, թե բիզնեսը, թե ժողովուրդը, թե բոլորը ապրում են ճգնաժամից ճգնաժամ։ Իշխանությունը ամեն իշխանություն գալիս է, սահմանում է իր սահմանումները, ամեն բան սկսում է 0-ից, 5 տարի հետո նորից փոխվում ամեն 0-ից։ Մենք նույն կետում ենք։ Իսկ ունենք օրինակներ, օրինակ մեր պատմության մեջ, երբ ունեցել ենք ազգային նպատակ եւ հաջողել ենք։ Իհարկե ունեցել ենք։ Վերջին այդպիսի համախմբումը եղել է Արցախյան շարժման ժամանակ, երբ կար հստակ ազգային նպատակ՝ ազատ անկախ Հայաստան, ազատ անկախ Արցախ, միասնություն։ Եվ տվյալ նպատակը, տվյալ գաղափարը այնքան էր պնդացել մեր մեջ, որ նույնիսկ ահավոր երկրաշարժից հետո, որը բերեց բազմաթիվ խնդիրներ, երբ որ երկրում ճգնաժամ էր սովի մակարդակի,
ամեն կերպ խնդիրներ էր, թե տնտեսական, թե մնացած առումներով, բայց մարդիկ համախմբվել էին։ Սփյուռքից, ներկա Հայաստանից բոլորը համախմբվել էին, դարձել էին մի բռունցք ու գնում էին մի նպատակի համար։ Բանվորը գիտեր ինչի համար էր աշխատում, դերձակը գիտեր ինչի համար էր աշխատում, զինվորը գիտեր ինչի համար էր աշխատում։ Ու բոլորը պայքարում էին տվյալ ազգային նպատակի համար։ Այդ իսկ պատճառով հաջողեցինք։ Իսկ ինչ եղավ հետո։ Հաղթանակից հետո չդրվեց նպատակ։ Չտրվեց հարց, թե ինչպիսի պետություն ենք մենք ուզում կառուցել։ Մեր նպատակն էր հաղթանակը, մեր նպատակն էր անկախությունը, մենք հասանք անկախության, բայց թե ինչ անել այդ անկախության հետ, մենք չսահմանեցինք։ Ու այդ պատճառով ոչ թե պարտվեցինք, այլ հաղթողներից դարձանք շփոթվածներ ու մոլորվածներ։ Մենք հաղթեցինք պատերազմում, բայց պարտվեցինք խաղաղության ժամանակ։ Հենց սա է ամենապարզ տեսքը, պարզ բացատրությունը ազգային նպատակի լինելու եւ չլինելու, ճիշտ դրվելու եւ չդրվելու, որովհետեւ այն ժամանակ, երբ որ մենք ունենք ազգային նպատակ դրված հստակ, մենք ամբողջ ազգովի գնացինք, հասանք, հաղթեցինք, ուրախացանք։ Բայց ինչ անել դրանից հետո։ Ոչ ոք չգնաց, ոչ ոք չսահմանեց, ոչ ոք չասաց, ու բոլորը այսպես ասած գնացին իրենց գործերին։ Ու հիմա ունենք այն ինչ ունենք։ Այսօր մենք ապրում ենք պերմանենտ ճգնաժամի պայմաններում։ Շատերը արտագաղթում են, քանի որ արդեն հույս չունեն, թե ամեն բան կփոխվի, եւ հուսով եմ, որ դրսում ավելի լավ կլինի իրենց համար։ Բիզնեսը ներդրումներ չի անում կամ շատ քիչ է անում, քանի որ չկա վստահություն, այսպես ասած, վաղվա օրվա հանդեպ, թե իշխանությունների փոփոխությունից ելնելով ինչ կարող է փոխվել իրենց համար։ Կրթության ոլորտում նույնպես բոլորը նայում են դեպի դուրս, քանի որ ներկա պայմաններին չեն ցանկանում հարմարվել։ Ժողովուրդը ապրում է ճգնաժամից ճգնաժամ։ Ոչ մեկ պլաններ չի կազմում ավելի քան, չգիտեմ, երևի 3-4 ամսից ավել։ Ու սա ամենամեծ խնդիրն է, քանի որ մարդիկ վստահ չեն, թե ինչ է լինելու վաղը։ Վաղվա օրվա հանդեպ վստահությունը ոչ թե գալիս է տվյալ պահի իշխանության կամ կառավարության կամ որևէ քաղաքական ինչ-որ գործչի արարքներից կամ անելիքներից։ Դա գալիս է նրանից, որ չկա հստակ սահմանում, եթե նույնիսկ չլինի տվյալ քաղաքական գործիչը, ինչ է լինելու երկրի ապագան, դեպի ուր ենք մենք գնալու։ Չկա այդպիսի վստահություն դեպի ապագայի։ Երբ չկա ազգային նպատակ, ամեն բան ժամանակավոր է, նույնիսկ հույսը։ Մեզ հիմա պետք է նոր ազգային նպատակ, ոչ կուսակցական, ոչ քաղաքական, ազգային նպատակ, որը կհամապարփակ կլինի բոլոր հայերի համար, տարեցների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց, Հայաստանում ապրող, արտերկում ապրող բոլոր հայերի համար, որ յուրաքանչյուրը իմանա, թե ինչի համար է նա ծառայում, աշխատում, կրթում, կրթվում, որ վստահություն լինի վաղվա օրվա հանդեպ, որ վստահություն լինի, որ գալիք սերունդներին թողելու ենք լավ երկիր։ Ազգային նպատակը դա սերունդների պայմանավորվածությունը։ Ու մենք պարտավոր ենք դա անել մեր գալիք սերունդների համար։ Մենք պարտավոր ենք ունենալ ազգային նպատակ, որպեսզի կառուցենք
ու զարգացնենք ու զարգանանք որպես երկիր ու պետություն ի փառս մեր նախնիների եւ ի բարօրություն մեր ապագա սերունդների։ Եվ երբ ունենանք ազգային նպատակ ու բոլորս ջանենք, պայքարենք, կառուցենք ու գնանք աշխատենք դրա համար, հավատացնում եմ ձեզ, մենք կարողանանք մեր երկիրը սարքել դրախտ բոլոր հայերի համար, բոլոր աշխարհասփյուռ եւ ներկա Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր հայերի համար, անկախ բոլոր վայրի վերումներից, իշխանությունների փոփոխություններից ու նմանատիպ փոքր հարցերից։ Իրական ազգային նպատակը դա երազանք չէ։ Դա համայն հայության համախմբման գործիք է։ Եվ ունենալով ազգային նպատակ, էլ կարիք չկա սпасելու ինչ-որ փրկիչների, ովքեր պետք է գան, օգնեն, փրկեն մեր երկիրը։ Մեզ պետք է իրական ազգային նպատակ։ Մնացեք բարով։